Աշխարհիկ իշխանություններն ընդդեմ հոգևոր իշխանությունների, ով է վարկաբեկվելու այս պայքարում։ Թեմայի վերաբերյալ զրուցելու եմ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արդեն 2 շաբաթ է ինչ Փաշինյանը կարծես թե ինկվիզիցիա է հայտարարել եկեղեցու ներսում, հայ եկեղեցու ներսում։ Չեմ ուզում ամենասկզբից գամ, քանի որ պատմությունը բավականին աղմկալից է, դրա մասին կարծես թե բոլորը գիտեն։ Ամեն առավոտ Փաշինյանը ինչ-որ գրառումներ է անում եւ կարծես թե այդ գրառումները իր աշխատանքային process-ի գործընթացի ինչ-որ մաս է կազմում։ Պահանջներ է ներկայացնում եկեղեցուն, մասնավորապես վեհափառին եւ պահանջում, որպեսզի նա փաստի, որ կուսակրոնության ուխտը չի դրժել։ Փաշինյանի վարկանիշը այս գործընթացների, այս քայլերի, նաեւ այս վարքագծի արդյունքում կամ հետևանքով ընկնելու է թե բարձրանալու է։ Դեք իր վարկանիշը արդեն իջել է, հասել է այն սահմանին, երբ որ իրեն հետևում են միայն իր, այսպես ասենք, յադյատ էլեկտորատ, որ դա հայերեն թարգմանենք մոտավորապես, այսինքն այն խիստ հավատարիմ ընտրազանգվածը, որից հետո այլևս չի իջնելու, կարող է շատ քիչ իջնի, բայց դա արդեն էական նշանակություն չունենա։ Բայց խնդիրը դա չէ, խնդիրը ասենք վարկանիշային խնդիրը չէ, սա Հայաստան եւ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունների կամ կոնկրետ վարչապետի կողմից իրականացվող քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ ունի առիթ եւ պատճառ։ Սա կարծում եմ ավելի կարևոր է, քան ասենք իր վարկանիշի չափումը, որտեղ վարկանիշ չի բարձրանալու վարկանիշը, հետ էլ ասեմ, որտեղ իր հակա ընտրազանգվածը, որտեղ ցանկացած քաղաքական գործիչ ինքը ունի ընտրազանգված, որը ցանկանում է նա տեսնել ղեկավար եւ քվեարկի նրա օգտին, եւ ունի հակա ընտրազանգված, որը ոչ մի դեպքում չի ցանկանում, որպեսզի տվյալ քաղաքական գործիչը, ասենք, պաշտոն զբաղեցնի։ Դա արտահայտվում է վարկանիշ եւ հակավարկանիշ այդ ուրեմն արտահայտություններով։ Իր հակավարկանիշը կամ հակաընտրազանգվածը այնքան մեծ է եւ այնքան կայուն ուժեղ է, որ այսպես ճնշած է պահում, այդ պատկերացումը ասած սեղմած է պահում այն շրջանակը, որում իր ընտրազանգվածը կա եւ թույլ չի տալու, որ ընտրազանգվածը ծավալվի։ Կայուն է պահում, չի իջնում, կայուն պահում է, ասենք, ընդունենք X%, բայց նաև չի թույլ տալիս, որ բարձրանա։ Այս վիճակը մնում է։ Սա իրան ձեռ չի տալու, իրան պետք է ավելացում, իսկ սա իր հակավարկանիշը ավելացման չի բերում։ Հակառակը եկեղեցու նկատմամբ իր ոչ adekvat, ոչ բարոյական բառապաշարը, որ նա օգտագործում է, ոչ այդպես քաղաքակիրթ բառապաշարը, որ նա օգտագործում է, նա իր հակա ընտրազանգվածին ավելի կայունացնում է, որը շրջապատում է իր ընտրազանգվածին։ Այդ դեպքում ինչու է անում։ Այստեղ արդեն ասում ենք, սա ասում ենք հարցի երկրորդ մասին, որտեղ կա առիթ եւ կա պատճառ։ Որն էր առիթը։ Առիթը դա Շվեյցարիայում տեղ ունեցած այդ համաժողովներ, իդեպ նշենք, որ Շվեյցարիայում սա երկրորդ էր, նախկինում էր Շվեյցարիայի խորհրդանը իր կողմից այնտեղ միջոցառումներ իրականացրել Արցախի հարցի հետ կապված, գիտեք, առաջին խորհրդանի ստորին պալատ, վերին պալատ, այնտեղ որոշումներն ընդունել, հանձնաժողով է ստեղծվել, եթե չենք սխալվում 19 հոգի падգամավորներ, որոնք այդ հարցը քննարկելու են։ Հարցը որն է, Արցախի հարցը ամբողջությամբ, որը մեջ մտնում են եւ պատմական հուշարձանների հետ կապված հարցը, եւ Արցախայցյան վերադարձը միջազգային, ասենք, հսկողության ներքո եւ անվտանգության երաշխիքներով, սա Արցախի հարցն է, որը Շվեյցարիա խորհրդանը պահում է։ Հիմա ինչ է պահում, դա ուրիշ հարց է, բայց ուշադրության կենտրոնում է պահում եւ երկրորդը դա կրոնական համաշխարհային կազմակերպության հետ կապված, որին հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ուրեմն մասնակցեցին։ Տեսեք, հիմա վարչապետը ամենտեղ հայտարարում է, հատկապես Ադրբեջանում, Ադրբեջանի լսանին, որ Արցախի հարցը փակ է։ Իսկ եթե հայ առաքելական եկեղեցին գնում մասնակցում է Արցախի հարցի հետ կապված միջազգային այդ համաժողովին, նշանակում Արցախի հարցը առնվազն եկեղեցու համար փակ չէ։ Սա առիթ էր եկեղեցուն, հարվածել եմ, որովհետև փաստորեն հայ առաքելական եկեղեցին իջիկ է դարձնում վարչապետի այդ ամբողջ ծրագիրը, փակել Արցախի հարցը։ Բայց կարծեմ թե վեհապար այնտեղ քննարկում էր արցախցիների վերադարձի հարցը, ոչ թե Արցախ, այլ կարծես թե Ադրբեջանի իրավասության տակ գտնվող ինչ-որ տարածք, որտեղ նաև պետք է ապրեն կամ երբ որ ասում ենք Արցախի հարցը փակ է,
դա նշանակում է, որ Արցախահայությունը ընդհանրապես չի կարող վերադառնալ, որի մասին արտգործնախարարությունը հայտարարել է մի քանի անգամ նման հարցում եղել լրագրողների կողմից եւ նա ասել է մենք չենք դիտարկում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հարցը, երբ որ ասում են Արցախի հարցը փակ չէ, վերադարձը նույնպես նշանակում է բաց է, որովհետեւ հասկանալի իրանք եթե անգամ գրմեն տարածք, որը միջազգային ճանաչված Ադրբեջանի տարածք չեն կարող հենց այնպես տոմս առնել գնալ, այնտեղ պետք է լինի իրավունք, ինչ որ միջազգային անվտանգության համակարգ, իսկ դա նշանակում է որ հարցը բարձրացած, որտեղ ցանկացած երկիր կօգտագործի այդ հանգամանքը իր շահերից ելնելով, դրանով փաստորեն նորից վերաբացվում է Արցախի հարցը, շարունակում է բաց մնալ, ոչ թե վերաբացվում է, շարունակում է բաց մնալ, ինչը հակասում է վարչապետի քաղաքականությանը, որտեղ ինքը թե Թուրքիան, թե Ադրբեջանը ասել է, հարցը չկա, հիմա եւ ոչ թե հենց այնպես հայտնել էր, որ չկա, ասում էր չկա դրա համար կյանքի խաղաղության պայմանագիր, իսկ Ադրբեջանը ասում է բացում էր խաղաղության պայմանագիր է ուզում, բացում էր Արցախի հարցը փակ, այնա տեսեք եկեղեցու ներկայացուցիչները գնում են եւ այնտեղ բարձր մակարդակով ինչ որ քննարկում են անում։ Սա առիթն էր, բայց պատճառը մի քիչ ուրիշ էր։ Գիտեք, պատճառը կանում են դրանում, որ այս պայդրությամբ Հայաստանում պետական բոլոր կառույցները Նաև շատ դեպքերում հասարակական, կրթական հաստատությունները գտնեն վարչապետի անձնական վերահսկողության ներքո, լինի ազգային ժողով, կառավարություն, դատական համակարգ, ֆուտբոլի ֆեդերացիա, համալսարաններ, այսինքն բոլոր այն կառույցները, որոնք ինչ որ կշիռը ներկայացնում։ Բացառությամբ իհարկե հասկանալի ընդդիմադիր քաղաքական ուժերի, որոնք չեն վերահսկվում վարչապետի կողմից, մնացածները վերահսկվում են։ Բայց կա նաև մի մարմին, որը չի վերահսկվում։ Դա հայ առաքելական եկեղեցին է, այսա պատճառն է։ Նա առիթն էր, որ Շվեյցարիայի հետ կապված ուրեմն սկսվեց այսպես եկեղեցու դեմ այս արշավը, բայց պատճառը սա է, իսկ ինչու է պատճառը սա, որովհետև եկեղեցին ինքը նախ Արցախի թեմն էլ չի փակել մեկ, երկրորդ մասնակցում են նման ուրեմն միջոցառումներին եւ երրորդ իսկ ինչ երաշխիք կա, որ հայ առաքելական եկեղեցին հաջորդ տարի կանալիք ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իր քահանաների միջոցով այլ քարոզ չի կատարի ոչ պաշտոնական, այլ այսպես ոչ թե պաշտոնական, այլ ոչ պաշտոնական ձևով այս կամ այն քաղաքական ուժի դեմ կամ օգուտ, որովհետև նայեք վարչապետի վարկանիշը, երբ որ ասում ենք բարձր է, հիմնականում բարձր է գյուղական բնակավայրերում, որոնք հեռու են քաղաքներից։ Ճիշտ է, այնտեղ ինտերնետ կա եւ այլն, բայց նրանց համար հմեկի Հայաստանն է, ճիշտ ինտերնետում սխալ-մխալ են գրում, ճիշտը, այսպես ասենք, հեռուստատեսությամբ ասված լուրերն են, որ ժամը 9-ից սկսում են եւ ասում են իրականությունը ինչ որ կա։ Դա նշանակում է, որ հեռուստատեսության միջոցով դու վերահսկում ես տվյալ բնակավայրի բնակչի վարքականոնը եւ էլեկտորալ վարքագիծ, այսինքն դու նրան քարոզ ես անում, թե ում պետք է քվեարկել կամ ում չպետք է քվեարկել։ Դու ունես տեղեկատվական մենաշտոր։ Հայ առաքելական եկեղեցին նույնպես ունի գյուղերում քահանաներ, որոնք շփվում են գյուղացիներ, պարտադիր չի մեն, կանոնք կամ ինչ-որ սկարողության ժամանակ, նաև այլ դեպքերում կարող է ինչ-որ գյուղացի տուն մտնել, խոսել, ինչ-որ գյուղամեջ խոսքազդեցություն ունի։ Նա ունի ոչ միայն խոսքազդեցություն ունի, նա տեղեկատվություն, տեղաբան փոխանցելու ազդեցություն ունի, դա առանձին ալիք է, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից, եւ փաստորեն կա հմեկի այսպես տեղեկատվական հոսքը եւ կա եկեղեցու տեղեկատվական հոսքը եւ շատ դժվար ասել թե ում տեղեկատվական հոսքը կարող է դերակատարություն ունենալ։ Ներողություն, դեռ ավելին կան խոսակցություններ, իհարկե դրանք խոսակցությունների մակարդակում են, որ 26 թվին հոգեվորականության մի մասը պատրաստվում է նաև կուսակցություն բացել եւ անցնել խորհրդարան։ Այդպիսի խոսակցություններ եւս պատտվում են։ Հա, խոսակցություն կարող է լինել, բայց չեմ կարծում, որ կբացեն կանցնեն խորհրդարան, որովհետեւ կարող են աջակցել այս կամ այն քաղաքական ուժին, բայց կուսակցություն բացել եւ մասնակցել ընտրությունների դա մի քիչ այլ գործընթաց է, բավականին բարդ գործընթաց է եւ չեմ կարծում, որ դա իրանց տրամաբանական է։ Իրանց կողմից դա տրամաբանական չէ, որտեղ ավելի լավ է դու աջակցես այս կամ այն քաղաքական ուժին, որին ուզում ես տեսնել իշխանություն, որը դեմ է ուրեմն այս իշխանությանը, քան թե ինքդ կուսակցություն ստեղծես, որտեղ դա բարդ խնդրեմ է, կուսակցություն ստեղծել, ցանկացել, ոչ միայն նաև դա ֆինանսատար գործընթաց է, դու նաև էլեկտորատ ես բաժանում, ինչով դու ստեղծում ես դու իշխող քաղաքական ուժի կամ ԿՊ էլեկտորատը չես տանել, դու կարող ես տանես այն քաղաքական ուժի էլեկտորատը, որին դու աջակցում ես եւ ենթադրում ես, որ ինքը կարող է հաղթել, դու դրանից ոնց որ ընտրաձայն ես ստանում, դաမှչեմ կարծում, թե եկեղեցու գործունեությունը քաղաքական
այդ ոլորտը, բայց վերադառնալով հարցը նշենք, որ այս երկու տեղեկատվական հոսքեր կարող են լինել, իհարկե կա նաև երրորդը, դա ուրիշ հոսք է, բայց այս հոսքը կրոնական դու չես վերահսկում, դու չգիտես քահանան ինչ կխոսի, իսկ միթե քահանան գյուղացուն ասի գիտեք ինչ Արցախի հարցը դա մեր հարցն է, դա չպետք է փակվել, այս իշխանությունը փակում է, բայց եթե գալուց իշխանություն նա կբացի, Արցախայցությունը կվերադառնա, մենք հա Թուրքիա առաջ այսպես չոքած վիճակում չենք լինի, մենք ոտքի կկանգնենք, դու ասես մեկ երկու գյուղի, այսպես մտավորականության գյուղի, խելոք մարդկանց է ճակերտի մեջ որոնք որ ասում են, հա, ասենք մարդիկ ակտիվիստներ եւ այլն, մի երկուսին ասում ես, նա էլ ասում է իր ընտանիքին, այլ տեղը փոխանցում է, այսինքն դու Հիմա քահանան ավելի հակառակ կարծիքն է ասելու, հակված է լինելու հակառակը ասել այս գործողությունների ընթացքում, արդյունքում։ Գիտեք ինչ, քահանան կարող է ասել, որ Արցախի հարցը փակ չէ։ Ես նկատի ունեմ այն ոտնձգությունները, որ արվում են եկեղեցու նկատմամբ, արդյոք ավելի չեն սադրում, ավելի չեն հրահրում նույն եկեղեցականներին 26 թվականին ասել են ինչ որ պատրաստվում են ասել ավելի մեծ ինտենսիվությամբ։ Կարող են ասել, բայց ձևաչափը պետք է նայեք։ Ես դա եմ ասում, որ այդ ինտենսիվությունը կպահպանվի ամենանավանկացությամբ, բայց ձևաչափը։ Եթե մտածում եմ, որ ձևաչափը պետք է լինի հանրավակը չէ, քահանան գյուղի բնակչին իր ասելիքը տեղ հացնելու շատ լավ ունի, ցանց ունի։ Ինքը այդ ցանցի միջոցով այդ քահանաները շատ հանգիստ կարող են ասել, որ Արցախի հարցը փակ չէ, հարգելի գյուղացի, որ գիտեք ինչ, չի կարելի հաջորդը երբեք ադրբեջանցու, հա, թուրք ադրբեջանցու առաջ չոքած վիճակում չի եղել, այդ այսօրվա իշխանությունը տենց պահում է, երբ որ այսօրվա իշխանություն չլինի, այս իշխանությունը նորից դա կարող է ուրեմն Այսինքն Փաշինյանը ակտիվացրեց այդ տեղեկատվական հոսքը։ Այո։ Ոչ միայն ակտիվացրեց, նա ցանկանում է միգուցե ցանկանում էր այսպես ասենք վերցնել վերահսկողության տակ ու ոնց որ թե իր անդադ չեն իր մոտ ոչինչ չի ստացվելու, բայց ամեն դեպքում ոնց որ հասկանում ենք դա ցանկանում է տեղեկատվական հոսքը վերցնի իր հսկողության տակ եւ թույլ չտա ընդհանրապես նման հոսքի, բայց հակառակն է դե։ Բայց հակառակը կլինի, որովհետեւ ինչ որ ինքան է միշտ հակառակն է լինում, Արցախը Հայաստանը է վերջ, այսօր Արցախ չկա, ըստ իրան էլ, հենց որ իրարացները միշտ հակառակ արդյունքի են տալի, որովհետեւ դու չես կարող եկեղեցում կաթողիկոս փոխես ինչ որ ինքը խոսում է ուսակրոնություն չի պահպանվել, պետք է փոխվի եւ այլն, իր մտքով միգուցյանցնով որ ինքը հեսա եկեղեցու մեջ փոփոխություն կիրականացնի, իր ուզած կաթողիկոսին կդնի, որը նման տեղեկատվական հոսք չի ապահովի 26 թվականի ընտրությունների ժամանակ, սա զուտ տեսականորեն չեմ ասում, հաստատ եկեղեցի 26 թվին այդպեսի քարոզ կանի, բայց չի բացառվում եւ որպեսի դու այդ չբացառվելը չեղել է տարես, դու այսօրվանից փորձում ես եկեղեցու մեջ փոփոխություն անել, ասեն որ չի հաջող որովհետև եկեղեցին 1700 տարի դիմացել է շատ ավելի դաժան բռնությունների, հա, 20-ական թվականների խորհրդային Հայաստանի բավականին բարդ, այսպես իրավիճակին անցավ, շատ 10-20 տարի 20-ից մինչև 40 թվականը հայնական մեծ պատերազմի սկիզբը բավականին բարդ, հա, անգամ կաթողիկոսների այսպես սպանեցին կամ ինչպես ասում խեղտամարեցին եւ այլն, այսինքն բար ճանապարհ է անցել։ Իսկ այս վարչապետին լավագույն դեպքում մնացել է 1 տարի, որովհետեւ ոչ որ գերաշխիք չունի, որ նա հաջորդ տարի շարունակել է վարչապետին էլ, իսկ հաջորդ տարի ընտրություններին։ Այնպես որ եկեղեցին որ 1700 տարի դիմացավ եւ խորհրդային շրջանի այդ 21-ը դիմացավ, հետո Միշնադարյանը լենք թե մուրներ են, կայրակորուն, աղկոյունի տարբեր տեսակ են թուրքական ցեղերի արշավանքներին որ դիմացավ մի տարի հաստատ ստան կարա դիմանա էլի ոչ մի բան չի կարող անել վարչապետ ուղիղ ոչ մի բան Դուք ինչպես եք բացատրում Փաշինյանը ինչու 2021-ին չգնաց այս քայլերին երբ որ եկեղեցին բացահայտ իր հրաժարականն էր պահանջում Մարիաթորը բայց հիմա է անում դա Որտեղ 21 թվականին ինքը ինչ որ չափով վարկանիշ ուներ եւ գիտեր որ իր համար այդ հոսքը վտանգ չի ներկայացնում Ինքը ժամանակ վարկանիշ ուներ, ժամանակ դեռևս իրան հավատացողներ կար, դեռևս մուրճը կար, իր վարկանիշը չէր իջել են պատմական մինիմումը, որից ներքև ինքը կարող է ճիշտնի, ասենք մնա արդեն ասացի, որ կարող է շատ, ասենք որոշ տոկոսներ իջտեն, բայց հիմնական կանոն ընտրազանգված է մնում է։ Իսկ այն ժամանակ ինքը համատապաշ էլի մեծ ընտրազանգված ուներ, ինչը իրան հաջողացրեց, ուրեմն այս գործողությունը իրականացնել 21 եւ երկրորդ կարևոր մի խնդիր էր կա 21 թվականին նա ուներ
աջակից հանձինս հա գլոբալիստական ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների, որը բացահայտ աջակցում է քաղաքական այս ուժին, կապված իր ծրագրի հետ, ամերիկյան ծրագրերի հետ։ Իսկ հիմա ինքը արտասահմանյան, այսպես աշխարհակաղակական տանիք չունի, աջակցող չունի եւ իր համար ցանկացած այսպես գործոն, որը կարող է խանգարել իրան հաղթանակի հասնելու, ինքը որոշում է չեզոքացնել։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների նոր իշխանությունների հոգևոր կոնտեքստը, քաղաքական, որի մեջ նաև ինչ-որ մի բաղադրիչ կրոնական է, այո։ Ինչ վերաբերմունք սա կձևավորի Միացյալ Նահանգների իշխանությունների մոտ։ Կսատարեն այս վարքագիծը, թե ոչ։ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանից հեռանում են իրենց համար մեկ է։ Դրանք այս տարածաշրջանից արդեն հեռանում են եւ բայց եկել էին, որ հեռանում են։ Հա, եկել էին, բայց շատ լավ են եկել, բայց որ 22 թվականի դիմադրության շարժման ժամանակ ԱՄՆ դեսպանը հայտարարում էր, որ մենք պաշտպանում ենք 18 թվականի հեղափոխության այդ արժեքները, 21 թվականի իշխանության ձևավորված իշխանական համակարգը, երբ որ 24 թվականի սրբազան շարժման ժամանակ ոստիկանները բռնություն կիրառեցին ցուցարարների նկատմամբ, իսկ ԱՄՆ բարձրաստիճան ղեկավար եւ դեսպան ասացին, այդ ցուցարարներն են մեղավոր, որ իրենց նկատմամբ բռնություն է եղել, բնականաբար դա եկել էին, երբ որ հազարավոր, հա, միլիոնավոր դոլարների ներդրումներ էին կատարում, այսպես կոչված քաղաքացիական հասարակության վրա, ստեղծելով սորոսական այդ ցանցը, բնականաբար դա եւ տարբեր լրատվամիջոցների բացահայտ ուրեմն աջակցություն էին ցույց տալիս, բնական է, որ դա եկել է, իսկ դա ցույց են տալու, որ եկել են եւ հետո դեսպանությունը 2000 հոգի աշխատողով դա ցույց է տալիս, որ եկել են, բայց հիմա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները այլևս հեռանում են։ Իհարկե, ընդհանուր կոնտեքստում նրանք դեմ են քրիստոնյաների, ինչպես Տրամպն ասել, մերձավոր արևելքում քրիստոնյաների ճնշման հարցին, բայց դա ընդհանուր խոսակցություններ են, որտեղ ԱՄՆ-ն այլ քաղաքականություն ունի, ինքը ունի թիրախ Չինաստան եւ նպատակ վերցնել Արկտիկան, այդ երկուսն է իրան բանը, Արկտիկը մի մաս է, Կանադա ու Գրենլանդիա, դրա համար է ուզում վերցնել։ Եվ այս հարավային Կովկասում նրան այլևս չի հետաքրքրում ինչ կլինի, իսկ առանց դրա վարչապետը խնդիրներ է ունենում, իսկ այդ խնդիրները չունենալու համար ինքը պետք է բոլոր այն գործոնները, որոնք որ իրեն խանգարելու են հաջորդ տարի ինչ որ ըստ իրեն հաջողության կամ հաղթանակի հասնել, պետքա չեզոքացնել։ Մնացել է միակ ուրեմն խոշոր ցանցային կառույցը, դա հեռաքելական եկեղեցին, օրինակ Հայաստան Դաշինք կամ անտիմատերի այդ ուժը չունի այդ ցանցային կառույց այս պայդրության, դրա համար նրա նկատմամբ այս պայդրությամբ, ասենք որպես ցանցային կառույցի այդ հարվածը չի հացվում հիմա, բայց կհասնեն ընտրությունների ժամանակ կհասնեն, իսկ եկեղեցուն է, դրա համար ուզում են եկեղեցու մեջ փոփոխություն անեն, չեն կարողանալու։ Երևանի պետական համալսարանում վերջերս Փաշինյանը ելույթ է ունեցել ուսանողների առաջ, ուսանողներից մեկը բացահայտեց, թե ինչի մասին է խոսել Փաշինյանը, մասնավորապես ասել է, թե հատուկ ծառայություններին հրահանգել է զբաղվել կուսակրոնության, եկեղեցու կուսակրոնության խախտման դեպքերի բացահայտմամբ։ Սա եկեղեցուն լսեցնելու համար է, ինչու Փաշինյանը անձամբ ինքը չի ասում, որ այդպիսի հրաման է տվել, ինչպես ժամանակին հրամայում էր սատանային բռնել, գտնել ազգային անվտանգության ծառայության միջոցով։ Ինչու երրորդ անձի միջոցով արվում այսպիսի հայտարարություն։ Այսինքն ոչ թե երրորդ անձը պլանավորված է դա անում, այլ երրորդ անձը այսպես բացահայտում է այն, ինչ որ ասել է Փաշինյանը։ Որովհետև իշխանափոխությունից հետո երբ որ ինքը չլինի վարչապետ, եւ իրեն, հա, մեղադրանք ներկայացվի շատ հարցերում, այդ հարցով նույնպես ուրեմն մեղադրանքը ներկայացվի այդ արտահայտության համար, ինքը կասի այդպես բան չեմ ասել, ուսանողը սխալ է հասկացել, իսկ ինչու նման մեղադրանք կարող է ներկայացնել, որտեղ սահմանադրությամբ եկեղեցին բաժանված է պետությունից եւ վարչապետը պետք է դիտարկել օրենքի եւ իրավունքի սահմանում իրավունք ունի հանձնարարել ԱԱԾ-ին եկեղեցու մեջ այդ ուրեմն գործողությունները, հա, ինչ որ կուսակրոնության հարցը ստուգելու թե չէ։ Արդյոք դա չի հանդիսանում սահմանադրական կարգի խախտում, որովհետեւ եկեղեցին պետությունից անջատված է։ Ես չգիտեմ խախտում է թե չէ։ Իրավաբանները թող այդ հարցին անդրադառնան եւ եթե անդրադառնան եւ տեսնեն, որ այո, դա պաշտոնական դիրքի չարաշահում է եւ սահմանադրության, եթե չեմ սխալվում, 7-րդ հոդվածի խախտում է, որովհետեւ դու փաստորեն մտնում ես աշխարհիկ խնդիրների մեջ, եկեղեցու ներքին խնդիրների մեջ, որի լիազորությունը չունես եւ դրա համար քեզ մեղադրանք ներկայացվի, վարչապետի փաստաբանները կարող են ասել, որ գիտեք, ինքը դες բան չի ասել, լրագրող այդ ուսանողը սխալ հասկացել։ Բայց իդեպ իրավաբանները հիմք ընդունելով ուսանողի ասածը կարող են միած ստուգել, էլի, ասենք դա իրականում սահմանադրական կարգի խախտման
նման տարեր կա, թե չէ։ Որքան Այդ համար էլ ուղղակի չի նշվում։ Որքան մայրաթորը լռում է, փորձում է մեղադրանքներին չպատասխանել, ակնհայտ է, որ Փաշինյանը դրանից ավելի է զայրանում, դա կարելի է հասկանալ գրառումների ինտենսիվությունից։ Մենք կարող ենք սրանից հետևություն անել, որ Փաշինյանը իր ոճով կարող է օրերից մի օր բանավեճի հրավիրել Կարենի երկրորդին կամ, չգիտեմ, նրա հրաժարականը պահանջել Չի կարող նա հրաժարականը պահանջել, որովհետև Սահմանադրության 7-րդ հոդվածով հայրաքելական եկեղեցին եւ եկեղեցին պետությունը իրենց անջատված են, չի կարող աշխարհիկ ղեկավարը, աշխարհիկ իշխանության ղեկավարը պահանջել հոգեվոր եկեղեցու ղեկավարի հրաժարական անկախ նրանից, թե ինչ որ կրոնական կանոններ խախտել է, թե չի խախտել, դա հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրն է, ինքը չի կարող ոչ մի բան անել։ Ինչ վերաբերում է, ուրեմն, ի դեպ սատանաներն են, որ ասացիք ինչու հրապարական էր, նա սատանաների դեմ պայքարը դա Սահմանադրության կարգի խախտում չէ։ Այսինքն դու չես մտնում հոգևոր, դու չես մտնում եկեղեցու ներքին խնդիրներում։ Իսկ այստեղ երբ որ դու հանձնարարական ես տալիս ստուգել, դու մտնում ես եկեղեցու ներքին, ուրեմն այդ կանոնադրության կամ այդ հոգևոր ոլորտ, որը կարող է դիտարկվել, արդեն նշեցի, այդ սահմանադրական նորմի խախտում, իսկ դա սահմանադրական նորմի խախտում չէ։ Սատանա փնտրի, լրտես փնտրի, դա խնդիր չէ, ասենք տարբերությունը դա է բացահայտ եւ ոչ բացահայտ ասելու։ Հիմա ինչ վերաբերում է կտրուկ ասելու կամ չկտրուկ ասելու, շատերին ասում են, այ ինչու եկեղեցին ասենց կտրուկ չպատասխանեց, էլ ասենց վարչապետի հայտարարություն, իսկ նրանք որ ասում են, ինչու կտրուկ չպատասխան, նրանք ինչ են ուզում, որ եկեղեցին ասել, հա վարչապետ, չգիտեմ, քո հերն եմ անեցել, հեսա քարը վերստելու եմ, հա գնա միտինգ անել կառավարության դեմ, քարը վերստեր, խփեր կառավարության ապակին ջարդեր եւ այլն, որ իշխանությունն ասել, տեսակ, բա որ ասում են եկեղեցի խառնվում է քաղաքական ներքին գործեր, ինչ է, եկեղեցին շատ հանգիստ, բարեխրատական ոլորտով պատասխանեց աշխարհիկ իշխանության ղեկավարին։ Իր գործը ընդամենը քարոզչություն անելն է հոգևոր ոլորտի սպասարկումը։ Եկեղեցին քաղաքական ուժ չէ։ Եկեղեցին քաղաքական, թռուցիկային եւ այլ ձևերով ուրեմն խնդիրներ լուծող չէ։ Եկեղեցին ընդամենը հասարակության հոգևոր պահանջները բավարարելն է եւ ազգի, այսպես հոգևոր արժեքների հարցը սպասարկելն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր եկեղեցուց պահանջում են կտրուկություն, իրենք շատ հանգիստ կարող են իրենք պատասխանել եկեղեցու փոխարեն իրենց անունից վարչապետին շատ կտրուկ եթե ուզում են, ոչ ոք իրենց բերանը չի փակել, իրենց ճանապարհը չի զրկել, տարբեր տեսակի սոցիալական ցանցեր կա, որտեղ իրենք կարող են շատ հանգիստ իրենց անունից, բայց ի աջակցություն ուրեմն եկեղեցու պատասխանել վարչապետին ինչու կտրուկության որ ուզում են, կարող են հանրահավաքներ անել, ցույցեր անել, երթեր անել, աջակցություն հայտնել եկեղեցուն եւ այլն, բայց թող ոչ մեկ հույս չունենա, որ կարող է սադրել եկեղեցուն, ստիպելով նրան գնալ ինչ-որ քաղաքական ճանապարհների, ինչը առիթ կտա վարչապետին, ասել որ տեսեք եկեղեցին քաղաքական ուժ մտավ, հիմա մենք իր դեմ քաղաքական պայքարով կպայքարենք եւ փորձի իրականացնել եկեղեցին ենթարկացնելու այդ ծրագրերը։ Ոչ մի կենտրոնի ուղղակի կան իհարկե միգուցե կենտրոններ, որոնց թվում է, որ իրանք sense խելոք քայլեր են անում եւ ոչ ոք չի հասկանում ինչ այդ գործընթացներից եւ կարող են ասենց անուղակի եկեղեցուն սադրել եւ այսպես իշխանությունների դեմ ուղղակի չի հաջողվում էլ այդ կենտրոններին, որոնք իմպիչմենտ էին պահանջում, հիմա էլ որոնք եկեղեցուն են ուզում բրթել իշխանությունների դեմ, որպեսզի կոդրեն վար իշխանությունները աշխարհակաղակական թե քաղաքական։ Չեմ կարող ասել, տարբեր կենտրոններ կան, ես ինչ իմանամ։ Միգուցե տարբեր կենտրոններ կան, որոնք նպատակադրված է քաղաքականություն են տանում, որը նույնպես չհաջողվեց։ Եկեղեցին պահպանեց ընդգծված չեզոքություն։ Շատ լավ, պարոն Բադալյան, մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հեշտ ու հանգիստ չի հանձնվում, այսպես ասենք, ամեն օր գրառում, ամեն օր ու տպավորություն է, որ դեռ երկար է շարունակվելու այս գրառումը։ Թող գրի, հաստատ խոսքազատություն կա, խնդիր չկա, թող գրի։
Գրառումներից տրամաբանական կլինի զբաղվել Վրաստանում, ասենք, գյուղացիների կոնյակի հարցով, որոնք վրացի իշխանությունների կողմից, գիտեք, կոնյակագործներ կապված լուրջ խնդիրներ են առաջացել եւ կոնյակագործները արդեն չգիտեն ում, Վրաստանի դեսպանության դեմ են գնում բողոք անելու, որի դեպ տեղին չի, որտեղ Վրաստանի դեսպանությունը հարցեր կապ չունի։ Միգուցե պատճառն է, որ իրանք ընդհանրապես Հայաստան մալեւս իշխանություն չեն տեսնում կամ իշխանությունը գյուղատնտեսության հետ կապված ուրեմն խնդիրները լուծելու փոխարեն անգած եկեղեցում կուսակրոնության հարցը բանանում քննարկում։ Շատ քայլեր կան, որոնք պիտի արվի, չի արվում, դրամաբանություն պետք չէ փնտրել, բայց այդուամենայնիվ, եթե հաճախականությունը հաշվի առնենք եւ հաշվի առնենք Փաշինյանի համարձակությունը նման գրառումներ անելիս, ինչ է դա մեզ հուշում գրառումներից անդին, ինչ կարող է անել, ինչ քայլերի կարող է գնալ իշխանություն առհասարակ։ Կարող է տարբեր տեսակի քայլերի գնալ, այս պայդության ոչ ոք չի կարող ասել, թե ինչ աշճանի քայլերի կգնան։ Կարևորը մի բան պետք է հասկանան, հատկապես նրանք, որոնք վարչապետի կարգադրությամբ ինչ որ քայլեր են ուզում անեն։ Իսկ նրանք հաշվարկել են, որ հաստատ համոզված են, որ հիմա ինչ որ քայլեր իրանք արեցին, իրանք հետո մարսելու են։ Բա որ 26 թվականին գործող վարչապետը այլևս վարչապետ չլինի եւ ուրիշ մարդ վարչապետ լինի, որը եկեղեցու հետ շատ լավ հարաբերություններ ունենա եւ կոնկրետ գործողություն իրականացնողները պատրաստ են իրենք անձնական պատասխանատվության ենթարկվել, անգամ նաև քրեական պատասխանատվության ենթարկվել որոշակի գործողությունների համար։ Պետք է հաշվի առնել, որ վարչապետի հեռանալու հետ հաշվարկի ժամացույցը միացված է։ Ոչ ոք չգիտի 26-ից հետո մնալու է, թե չի մնալու։ Բա որ չմնաց։ Իսկ այն քննիչի ինչ որ մի գործողություն է հանձնարարված կամ ԱԾ-ին ինչ որ մի գործողություն է հանձնարարված անելու։ Ինքը վստահ է, որ հետո եթե վարչապետը չի մնում վարչապետ, իր հետ ոչ մի բան չի լինելու, ասենք օրենքի շրջանակներում պատասխանատվության չի ենթարկվելու գաղտնալսումների ինչ որ տարբեր այլ գործողություններ համար։ Վստահ է, եթե վստահ է կարող է անել, բայց կարող է հանկարծ ուրիշ ձև չէ լինի։ Եկեք փորձենք Փաշինյանի այսպես տեղավորվել Փաշինյանի դրամաբանության մեջ, ինչպես ասում են, մի կողմը մեղադրում է, մյուս կողմը զուսպ հոգևորականի կեցվածքին վայել, եկեղեցու կեցվածքին, պատմությանը, 1700-ամյա պատմությանը վայել, պահպանում է բովանդակալից լռություն։ Բայց դա որքան ժամանակ կարող է տևել։ Արդյոք Փաշինյանին դա ավելի չի գրգռում եւ ինքը ավելի դրանով իր միավորները քաղաքական հասկանալով իհարկե, որ եկեղեցին ավել չի կարող ասել։ Բայց միևնույն ժամանակ այդ ավել չասելը արդյոք կարող է իօգուտ Փաշինյանի աշխատել եւ նրա ընտրազանգվածի։ Չէ, չի կարող իր ընտրազանգվածի համար մեկ է, ընտրազանգվածը նայում է վարչապետին, ինչ անում է իր համար ճիշտ է։ Այդ ընտրազանգվածի համար վարչապետի ցանկացած գործողություն ճիշտ է, եթե անգամ Երևանի եւ Ադրբեջանի դրոշ բարձրացնի, դա ճիշտ է։ Այդ ընտրազանգվածը հավատում է վարչապետին եւ գնում է վարչապետի հետևից։ Դրա համար իր ընտրազանգվածի համար քննարկել պետք չի։ Ինչ վերաբերում է եկեղեցուն։ Եկեղեցին բովանդակալից ասեց, բարեխրատական ոլորտից ասեց, այդ ուղղությամբ ասեց ձևաչափով, ավել ոչ մի բան ինքը չի ասելու, իր կարևորը պահպանել քաղաքական զսպվածությունը, եկեղեցին պետք է պահպանի քաղաքական զսպվածությունը, որտեղ վարչապետը անդադ կարող է կտրուկացնել, որտեղ իր նպատակը մեկն է՝ բերել եկեղեցուն քաղաքական դաշտ, իսկ քաղաքական դաշտում գործում են այլ կանոններ, քաղաքական կանոններ, որին եկեղեցին կարող է այդքան, ասենք, լավ չտիրապետել, եւ այդ դեպքում դա կարող է վարչապետին առիթար տարբեր ուրեմն գործողություններ իրականացնելու։ Դրա համար վարչապետի նպատակին չի հասնում։ Այդ դա բերում է իրեն մոտ, ասենք, էմոցիոնալ դժգոհություն, այդ պորտկումների, դժգոհությունների, որ ինքը փորձում է եկեղեցուն բերել քաղաքական դաշտ, իսկ եկեղեցին իրան նույնիսկ եթե բրթում իր ուրեմն իր տեղը եւ մնում է իր հոգեվոր ոլորտը, որպես հոգեվոր ոլորտի կառույց եւ վարչապետը չի հասնում իր նպատակի, դե որտեղ չես կարող էլի ուղղակի ածեն ասես գնա կաթողիկոսին բռնի։ Այդ ուզում ենք տենակ էլի, դա որ ածականը կգնա կբռնի մտածելով, բա որ մյուս տարի ինքը բան է էլի վարչապետը չէ այդ մեկ կամ լավ մտածել, բա որ հանգած կրոնական մոլեռը հավատացյալներն են Հայաստանում։
որոնք ինչքան այդպես մոլարանտ կողմնակիցներ կան վարչապետի աջակիցներ, բա որ եկեղեցու կողմնակիցների մեջ էլ այդպես մոլարանտներ լինեն եւ եթե ասենք չգիտեմ վարչապետը տեխնազոր ունի եւ այլ ունի, բայց այլ գործողություն իրականացնողը այդքան էլ ուրեմն անվտանգ չեն, բայց դրանց մասին պետք է մտածես, էլ երբ որ գործողությունը սա ամեն ինչի մասին պետք է մտածես, բա որ սենց լինի, բա որ նենց լինի, բա որ այս երրորդ տարբերակը լինի եւ ամենակարևորը բա որ հաջորդ տարի վարչապետը ուրիշ մարդ լինի։ Եվ որպես վերջաբան, քանի որ 26 թվականի ընտրություններից խոսեցինք, կրթվել է նորաձև է այս բառակապակցությունը, այս բառակապակցության հետևում ընկած գործողությունները, արդյոք հենց նախընտրական քարոզարշավի մասին չեն ու Փաշինյանը հենց դրանով չի զբաղված եւ ավելի շուտ է սկսել այս ստարտը, ինչը պիտի տեղի ունենար մի տարի հետո ամռանը այս Չէ, գիտեք, համաձայն չեմ այդ տեսակետին, որովհետև միշտ իմացեք, երբ որ նախորդ ընտրությունների պաշտոնական տվյալները այն օրը, երբ որ հայտնում են, ասենք 21 թվականին պաշտոնապես հայտնեցին, որ ազգային ժողովում այս ուժը այսքան ձայնի բոլոր ուժերին տվեցին։ Դրա հաջորդ օրվանից սկսվում է մյուս ազգային ժողովի նախընտրական կամպանիան։ Դրա համար ասել որ վարչապետը շուտ է սկսել, չէ, վարչապետը շուտ չէ սկսել, վարչապետը տանում է, հետո վարչապետի ամբողջ եւ ընդհանրապես քաղաքական բոլոր ուժերի այս ամբողջ ժամանակահատվածը միշտ պետք է լինի նախընտրական կամպանիա։ Ուղղակի որոշ դեպքերում շփոթվում կա ընտրական, նախընտրական կամպանիա եւ ընտրական կամպանիա։ Նախընտրական կամպանիան այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախորդ այդ հայտարարվածից այս 4 տարին է միջև պաշտոնական հաջորդ ընտրությունների սկսման օրը։ Այս սկսման օրը արդեն ընտրական կամպանիան է։ Մեր մոտ մի քիչ շփոթում է նախընտրական ընտրական կամպանիան։ Վարչապետի ընտրական կամպանիան չի սկսել, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա մասին կասի հաջորդ տարի ընտրությունների նախորդող կոնկրետ օրվանից։ որ ասեն։ Չէ, ընտրական կամպանիան սկսում է այդ ժամանակ։ Իսկ նախընտրական կամպանիան այս ամբողջ 4-5 տարին է, երբ որ ամբողջովին ինքը իրավունք ունի հանդիպելու քաղաքացիների հետ, իրավունք ունի ցանկացած թեմաներով ելույթ ունենալ եւ պետք է նայել թե ընդդիմությունը դեպքում ինչ թեմաներով է ինքը պատրաստվում հանդիպել, թե եւ եթե հանդիպի ինչ թեմաներով է ելույթ ունենալու։ Այնպես որ մենք կարող ենք ասել Հայաստանում նախընտրական կամպանիան շատ ակտիվ փուլի մեջ է մտել, որովհետեւ 1 տարի է մնացել, բայց ընտրական կամպանիան կսկսվի արդեն հաջորդ տարի կոնկրետ արդեն օրենքով սահմանված ժամկետում։ Իսկ հիմա նախընտրական կամպանիան շատ ակտիվ շրջանի մեջ է մտել։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։